Արարչության սկզբում Աստված մարդկանց արու և էգ ստեղծեց և ասաց. մարդը պետք է թողնի իր հորն ու մորը և միանա իր կնոջը և երկուսը մեկ պետք է լինեն, այլևս երկու չեն, այն մեկ, և ինչ որ Աստված միացրեց, թող մարդը չբաժանի։ Այս խոսքերը իրականում Ադամի խոսքերն են, երբ մեր նախաստեղծ ծնողը Ադամը թմրեց, Աստված նրա կողոսկրերից վերցրեց և կնոջը ստեղծեց։ Երբ Ադամը արթնացավ, ասաց. սա իմ կողոսկրերից է, իմ մարմնից է, սա թող կոչվի կին, որտև իր ամուսնուց ստեղծված։ Ահա այս պատճառով մարդը պետք է թողնի իր հորն ու մորը և միանա իր կնոջը, և երկուսը մեկ մարմին պետք է լինեն։ Ադամը մարգարե էր, թագավոր էր, քահանա էր, որտև կենդանիներին անուններ էր դնում, ինչպես քահանան մկրտվածներին անուններ է դնում։ Մարգարե էր, որտև քնից արթնացավ և անմիջապես մարգարեացավ, որ սա իմ կողոսկրերից ստեղծվածն է, սա թող կոչվի կին, որտև իր ամուսնուց ստեղծվեց։ Եվ վերջո թագավոր էր, որտև իշխում էր երկնքի թռչունների, գազանների, ձկների վրա։ Եվ ահա Ադամի այս խոսքը մարգարեություն էր, որ հետագայում պետք է կատարվեր, ժամանակների լրումին պետք է կատարվեր, երբ մեր Տերը Հիսուս Քրիստոս խաչի վրա չարչարվում էր, թմրել էր, ինչպես ընդարմացել էր Ադամը, քնել էր, երբ որ Աստված նրա կողոսկրերից վերցրեց և կնոջը ստեղծեց։ Այդպես էլ մեր Տերը Հիսուս Քրիստոս խաչի վրա թմրեց և գեղարդով խոցեցին, կողոսկրից արյուն և ջուր դուրս եկավ։ Եվ հենց այդ արյամբ և ջրով ստեղծվեց եկեղեցին։ Ադամի կողոսկրից ստեղծված կնոջը Ադամը կոչվեց կին, որտև իր մարմնից է ստեղծվել։ Այդպես էլ եկեղեցին Քրիստոսի կողից բխած արյամբ և ջրով է ստեղծվել և կոչվում է Քրիստոսի հարս, որովհետև մենք Քրիստոսի կողից վերցված ջրի մեջ մկրտության ավազանի մեջ ենք մկրտվում, որովհետև մենք Քրիստոսի կողից բխած արյունը և մարմինն ենք ճաշակում, հացն ու գինին Տեր կենդանի, երբ մկրտվում ենք, Քրիստոսով ենք զգեստավորվում, երբ սուրբ հաղորդություն ենք ստանում, Քրիստոս մեր մեջ է բնակվում և դառնում ենք քրիստոնյա, որ նշանակում է Քրիստոս կինա, Քրիստոսինն է նա, Քրիստոս նրա մեջ է և Քրիստոսին է պատկանում նա, որտև Քրիստոսի պատվական արյամբ է գնված քրիստոնյան։ Եվ այսպես, ինչպես Ադամի կողից ստեղծվեց Եվան, այդպես էլ Քրիստոսի կողից ստեղծվեց եկեղեցին, որ Քրիստոսի հարսն է կոչվում։ Եվ այլևս մենք մեզ չենք պատկանում, որտև Քրիստոսի պատվական արյան գինն ենք։ Եվ մեր Տերը ավետարանում ասում է, ինչ որ Աստված միացրեց, թող մարդը չբաժանի։ Մենք Քրիստոսի հետ միավորվում ենք, ինչպես սիրեցյալները իրենց սիրելիների խոսքն են լսում։ Երբ որ մենք Քրիստոսի ավետանի խոսքն ենք լսում, Քրիստոսին ենք լսում։ Երբ որ մենք ավետարանին նայում ենք, Տիրոջ մարմինն ու արյունն ենք ճաշակում, Քրիստոսի հետ ենք միավորվում և այսպես մեկ ենք դառնում Քրիստոսի հետ։ Եվ ինչ որ Աստված միացրեց, թող մարդը, մեղքը, աշխարհը և սատանան չբաժանեն։ Ինչն է մեզ Քրիստոսից հեռացնում։ Մեղքը,
մեր թշնամին է, չարը, սատանան, հերձվածողությունը, աղանդավորությունը, այս բոլորը մեզ Քրիստոսից հեռացնում են, վանում են, կտրում են, ուրեմն ինչ որ Քրիստոս միավորել է Սուրբ եկեղեցու խորհուրդներով, մի թույլ տվեք, որ մեղքը բաժանի մեզ Քրիստոսից, դուք ձեզ չեք պատկանում, Քրիստոսի պատվական արյան գինն եք, հարս եք կոչվում, և եկեղեցին հարս է կոչում, որտև բազմաթիվ զավակներ է ծնում, մկրտության ավազանը եկեղեցու արգանդն է, որտեղից ծնվում են քրիստոնյաներ, և ինչպես բազմածին ծնողը մայր է կոչվում, այդպես էլ Սուրբ եկեղեցին բազմաթիվ զավակներ է ծնում և քրիստոնյա է կոչում։ Ինչպես Փեսան հարսի հետ նախ նշանադրվում է, այնուհետև պսակադրվում է, այդպես էլ մենք նշանադրված ենք Քրիստոսին։ Ինչ նշանով ենք նշանադրված, խաչի նշանով ենք նշանադրված։ Երբ որ Փեսան հարսին սիրում է, անպայման սիրո զոհաբերության նշանն է տալիս, մատանին է դնում, մատին, աջ մատին, նշանադրության ժամանակ աջ մատին ենք դնում։ Այդպես էլ Քրիստոս իբրև Փեսա մեզ այնքան սիրեց, որ սիրո զոհաբերության նշանը մեր տվեց, խաչն է մեր նշան, մեր ճակատին, մեր սրտին, մեր մտքին, մկրտության դրոշմով խաչի նշանն է դրոշվել, և մենք մեզ չենք պատկանում, Քրիստոսի պատվական գինն է, արյան գինն է, բայց մենք դերևս նշանադրված ենք Քրիստոսի հետ, ինչպես Սուրբ Գրիգոր Տաթևացին է ասում, երբ մկրտվում ենք, նշան է դրվում մեզ վրա, նշանադրվում ենք, Քրիստոսին մեր Փեսային երբ կտեսնենք, ասում է մահվանից հետո կարժանի լինենք տեսնելու ուղղակի, բայց մեռելների հարությունից հետո աշխարհի վախճանին հարսանիքը կլինի, խնջույքը կլինի, պսակը կլինի հանդերձյալ կյանքում, եթե մենք հավատարիմ հարսը լինենք Քրիստոսի, չուրանանք Քրիստոսին, չբաժանենք Աստծո միացրածը, հետո կլինի հարսանիքը հավիտենական երկնքի արքայության մեջ, այլևս ոչ ոք մեզ Քրիստոսից չի կարող բաժանել, եթե մենք մինչև վերջ համբերենք, ապա կփրկվենք։ Ամեն։